Երեխաների պաշտպանության օրը Գյումրիում արդեն ավանդույթ է դարձել նշել մենք երիտասարդական նախաձեռնության հյուրընկալ հարկի տակ։ Այսօր էլ այդ օրն առանձնացավ իր տոնական շուքով, լցված երգով, պարով, ժպիտներով ու մանկական մաքուր ուրախությամբ։ Միջոցառումը կազմակերպվել էր մենք նախաձեռնության եւ Գյումրու ավագանու Մայր Հայաստան խմբակցության համատեղ ուժերով։ Անցած տարի մենք փորձեցինք հունիսի 1-ը անենք մուշ թաղամասում, որպես ծայրամասային թաղամաս։ Այս տարի որոշեցինք մեր արցախայության երեխաների, արցախցի երեխաների համար, որպեսզի հասկանան, որ իրենք հենց Մայր Հայաստանի կրկում են։ Արցախցի փոքրիկները դարձան միջոցառման գլխավոր հերոսները, մենքի նպատակն էր ոչ միայն տոնական տրամադրություն պարգևել այս երեխաներին, այլ նաև տալ սեր, ջերմություն ու հոգատարություն։ Երեխաները մեր վաղվա օրվա, մեր հասարակության դեմքն են։ Ես մաղթում եմ բոլորին, բոլոր երեխաներին ունենան անհոգ մանկություն, ունենան զարգացած երկրում ապրելու իրավունք, ունենան յուրաքանչյուր իր աչքերում հույսի եւ հավատի փայլ եւ այդ ամենը կախված է նաեւ մեզանից։ Այսօրվա տոնը նվիրում ենք հատկապես Արցախից տարանված մեր հայրենակիցների բալիկներին։ Մոտավորապես 70 բալիկի ենք փորձել ընդգրկել միջոցառման շրջանակներում։ Տրամադրությունը լավ է, կարծում եմ բալիկները հավանել են։ Մենք նախաձեռնությունն իր գործունեության մեջ միշտ կարևորել է կրթական բաղադրիչը։ Այս տոնական օրը բացառություն չէր Գյումրու մտորումների թատրոնի հետ համագործակցության արդյունքում ներկայացվեց թումանյանական բեմադրություն։ Մենք միշտ համագործակցում ենք սիրով մենք խմբի հետ, որովհետև մեզ համար հաճելի է, մեզ համար անհրաժեշտ է։ Այսօր պատրաստել ենք շատ հետաքրքիր հեքիաթ, որը կոչվում է Անհաղթակլորը։ Անհաղթակլորի հիմա շատ կան։ Ցանկանում ենք, որ երեխաները չնամավեն անհաղթակլորին։ Երեխաների անհոգ մանկությունը, անվտանգ միջավայր է, կրթության ու զարգացման իրավունքը մեր բոլորի առաջնային պատասխանատվությունն է, նշում է Կարեն Սիմոնյանը։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։ Երևան City-ի խանութների ցանցը շարունակաբար ընդլայնում է իր գործունեությունն ու անակնկալների շարքը Շիրակի մարզում կազմակերպելով խոշոր գովազդային խաղարկություն, որին մասնակցելու հնարավորություն ունեցել են բոլոր այն գնորդները, ովքեր վերջին մեկ ամսվա ընթացքում գնումներ են կատարել Գյումրիում գործող Երևան City-ի 4 մասնաճյուղերից։ 00-12-601 Խաղարկության շահողներն ընտրվել են պատահականության սկզբունքով։ Արդյունքում 26 շահողներ տուն են վերադարձել 100,000, 500,000 եւ նույնիսկ 1 միլիոն դրամի շահումներով։ Խաղարկության միլիոնատերը Հայկուհի Մկրտչյանն էր։ Ամեն ինչ արդար էր, ուղղակի գնումներ էին կատարել, կտրոնները վերցրել ենք ու շահել ենք։ Այս խաղարկությունը ոչ միայն վերածվեց տոնի, այլև վերհաստատեց Երևան City-ի բարձր վարկանիշը Գյումրիում։ Առաջին անգամ եմ մասնակցում խաղարկությանը եւ միանգամից շահեցի։ Շատ լավ է մատչելի գներով, մանավանդ որ կൂട്ടակային միավորների հնարավորություն կա, տարբերվում է Գյումրվա բոլոր խանութներից կարելի է այսպես ասել ու արդար էր շահեցի, շնորհակալություն։ Դուք շահել եք 100,000 դրամ։ Շատ շնորհակալ եմ Երևան City-ի մասնաճյուղներից, օգտվել ենք ու օգտվելու ենք, շնորհակալություն։ Վարդանանց հրապարակը լեփլեցուն էր մարդկանցով, մինչև խաղարկության մեկնարկամարզի բնակիչները կարող էին օգտվել համեղ հյուրասիրությունից Երևան City-ի գործընկեր կազմակերպությունների մասնակցությամբ, իսկ երաժշտական ծրագրերը, ելույթները եւ անակնկալները ստեղծեցին իսկական տոնական մթնոլորտ։ Ամփոփեցինք մեր վիճակախաղը, որը որ մեկնարկել էր նախորդ ամսվանից, 26 հաջողակ գյումրեցիներ շահեցին դրամական մրցանակներ, ինչպես նաև ունեինք բեմական գեղեցիկ մաս, հրավիրված երաժիշտներ, երգիչներ, երեխաների կողմից սիրված Կարո Արումյանը, Գարիկ Սոնան, կազմակերպվել էր նաև բավական մեծ մասշտաբի հյուրասիրություն, բոլորը վայելեցին։ Երևան City-ի ներկայացուցիչները նշում են, որ նման գովազդային խաղարկությունները կրելու են շարունակական բնույթ եւ հետագայում էլ կկազմակերպվեն վերածվելով ավանդույթի։ Այս մոտեցումը ոչ միայն ամրապնդում է ընկերության կապը համայնքների հետ, այլև ավելի մոտ է գտնվում սպառողին։ Նման միջոցառումները հույսով են կլինեն շարունակական, եւս մեկ անգամ առիթից օգտվելով շնորհակալությունս հայտնեմ գյումրեցիներին, Շիրակի մարզի բնակիչներին
Երևան City-ն նախընտրելու համար։ Երևան City-ի Գյումրու մասնաճյուղերը շարունակում են իրենց գործունեությունը, ապահովելով որակյալ սպասարկում եւ լայն ապրանքային տեսականի արժանանալով սպառողների վստահությանը։ Աստղիկ Խաչատրյան, այսօր։ Զորամասերից մեկի ճաշարանի հին շենքն է, իսկ այս մեկը ոչ շատ հեռու հիմնովին կառուցվել է վերջերս։ Արտաքին ու ներքին հարդարանքը, նոր գույքը, ժամանակակից խոհանոցային սարքավորումները փաստում են, որ ճաշարանն արդեն պատրաստ է շահագործման։ Իսկ այստեղ տարածվող ախորժալի բույրն ու խոհանոցի եռուզեռը հուշում են, զինվորների սնունդը այսօր մատուցվելու է նոր ճաշարանում։ Պատրաստում են կրաբի ձողով աղցան, աղցանի մեջ ներառված է թարմ նվարում, խաշած ձու, եգիպտացորեն եւ կրաբի ձող։ Պատրաստում ենք տնական ձևով, ինչպես որ պատրաստում ենք մեր երեխաների համար։ Շատ սիրով ենք պատրաստում ամեն ինչը, որպեսզի գող լինեն, ամենակարևորը։ Այսօր պատրաստել ենք խորոված, հավի եւ խոզի, չափաբաժնով տարել ենք սննդի բաժնում եւ այնտեղ համեմել, որ պատրաստենք։ Բոլոր տուփերի վրա մատնանշված են պիտակները, իրանց ժամկետով։ Այսպիսով սննդի մատակարարման կարգն ու որակական պատկերը այս զորամասում եւս արմատապես փոխվեց։ Հրամանատարական կազմն ու ճաշանի պատասխանատուները վստահեցնում են, զինվորները ծնողներից սնունդ խնդրելու կամ խանութից գնում կատարելու անհրաժեշտություն չեն ունենա։ 3 անգամյա սնունդը լիարժեք ծանրաբեռնվածություն ունեցող զինծառայողների համար կապահովի անհրաժեշտ կալորիաներ։ Մենյուով նախատեսված է խորոված, ջեռոցի կարտոֆիլ, աճառ խոզի մսով եւ պիլմենի, քանապուր եւ լոբով ճաշ։ Ճաշացանկը կազմելիս հաշվին առնում, թե ինչ են նախընտրում ուտել զինվորները, սա ըստ պատասխանատուների պարտադիր պայման է։ Իսկ հաջորդ կարևոր պայմանն էլ այն է, որ շաբաթվա ընթացքում կրկնվող ճաշատեցակներ չլինեն։ Ճաշացանկում կարևոր բաղադրիչներ են ոչ միայն միսն ու կատնամթերքը, այլև միրգն ու թխվածքաբլիթը։ Օր, ժամ չունենք մենք, ծառայում ենք, ժանում ենք, աշխատում ենք մեր զինծառայողների համար։ Այստեղ անկախ ամեն ինչից կլինի ժամկետային զինծառայող, թե պայմանագրային զինծառայող, թե սպա, բոլորս այսօր զինծառայող ենք, հա։ Մեր միակ նպատակն է, որ մեր յուրաքանչյուր զինծառայող ճաշը համտեսելուց բավարարված լինի, հագեցած լինի, կշտացած լինի։ Անձնակազմին դիմավորելու ճիշտ ժամանակն է, բայց նախ հանդիսավոր արարողությունը։ Զորամասի լավագույն զինծառայողներն են կտրում կարմիր ժապավենն ու ճաշարանը պաշտոնապես համարում բացված։ Ճաշանը գործելու է հոսքագծային սպասարկման ձևաչափով։ Սա նշանակում է, որ զինվորներն անձամբ են մոտենալու ճաշարանի աշխատակիցներին, վերցնելու առաջին եւ երկրորդ կերակրատեսակներն ու նախընտրած աղցանը։ Այս ձևաչափով սպասարկումը մի շարք զորամասերում վաղուց ապացուցել է իր արդյունավետությունը, իսկ հարմարավետ պայմաններն ու համեղ սնունդը ավելի գրավիչ են դարձրել ծառայությունը։ Զինված ուժերի կերպափոխման եւ բարեփոխման շրջանակներում իրականացան մեծածավալ աշխատանքներ, աշխատանքները գտնվում են քաղաքական եւ ռազմաքաղաքական ղեկավարության տիրույթում եւ մշտական վերահսկողության տակ եւ դրանց անբաժանելի մասն են կազմում զինծառայողների կենցաղի եւ սննդի ապահովման խնդիրների կատարելագործման ուղղությամբ։ Հիմնականում շեշտը դրված է հայկական խոհանոցի վրա, սակայն ցանկացած միջոցառումների ժամանակ, տոների ժամանակ մենք փորձում ենք նաեւ կիրառել այլ խոհանոցների սննդատեսակներ։ Օրվա ճաշացանկով նախատեսված թարմ համեղ կերակրատեսակները փորձելուց հետո զինվորները գոհ են մնում սննդի բազմազանությունից ու հատկապես որակից։ Վստահեցնում են տանը պատրաստված ուտեստներից ոչ մի բանով չեն տարբերվում։ Բոլորն էլ համով են ու հատկապես ավելի համով էր խորովածը գրակի վրա, տալիս են միշտ ամեն օր ավելի տաք վիճակում։ Համով տան ճաշերն նման է, կարևոր է նաև սնվելու տեղը, որ ախորժակի վրա շատ բազդում է։ Ինչպես բոլոր ճաշարաններում, այստեղ եւս Պաշտպանության նախարարությունը ամենօրյա վերահսկողություն է իրականացնելու հետամուտ է լինելու սննդի որակի եւ գույքի եւ տեխնիկայի պահպանման հարցերում։ Զինված ուժերում նոր ճաշարանների կառուցման աշխատանքները շարունակվելու են։ Հաջորդ տարի մեր երկիրը կհյուրընկալի եվրոպական ընտանիքի առաջնորդներին ու համայնքի տասնյակ ղեկավարների։ Երևանում կանցկացվի եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Պատիվ է եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդներին ընդունել մեր երկրում եւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր առաջնորդներին այս որոշմանը աջակցելու համար։ Այս միջոցառումը
Հայաստանում անցկացնելը կարևորվում է նաև նրանով, որ Հայաստանի դերակատարությունն է միջազգային հարաբերություններում եւ միջազգային ասպարեզում բարձրանում։ Շատ ավելի է կարևորվում Հայաստանը որպես խաղացող, որպես լուրջ խաղացող եւ կոնստրուկտիվ կողմ, այսպես ասենք, ինչպես նաեւ Հայաստանի ճանաչելիության մակարդակն է բարձրանում նման ֆորումների շնորհիվ։ Աննախադեպ բան է, որ առաջի անգամ է լինելու այսպիսի բան, որ եվրոպական երկրների առաջնորդները, այն կարևորագույն խաղացողները գալու են եւ Երևանում, Հայաստանում խոսելու են Եվրոպայի ապագայի մասին։ Նման մասշտաբի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշմանը դեմ չէ նաև Ադրբեջանը։ Երևանն էլ իր հերթին աջակցել է, որ միջոցառումը 2028-ին Բաքուն հյուրընկալի։ Ես ողջունում եմ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2028 թվականին Ադրբեջանում անցկացնելու որոշումը։ Կարևոր է ընդգծել, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածություններին Եվրոպական քաղաքական համայնքին հյուրընկալելու հարցում։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում քննարկվում են ռազմավարական նշանակության թեմաներ, անվտանգությունից մինչև էներգետիկա, ժողովրդավարությունից մինչև իրավունք։ Նախաձեռնողը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է։ 2022-ին Պրահայում տեղի ունեցած առաջին գագաթնաժողովը փորձագետները բեկումնային են համարում նաև Հայաստանի համար։ Հենց այդ ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ Ալմաթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականություն ու ինքնիշխանությունը։ Շատ հաճախ այդ 10-15 րոպեանոց քննարկումների ժամանակ շատ ավելի կարևոր որոշումներ են կայացվում, քան բուն պաշտոնական հանդիպումների ժամանակ։ Եվ հետևաբար միանշանակ է եւ գերկարևոր, որ նամանավանդ, երբ մենք խոսում ենք Եվրոպական միությունից, ընդ որում դա միայն Եվրոպական միությանը չի վերաբերվում, Եվրոպական համայնքը ներառում է նաեւ Միացյալ Թագավորությունը եւ շատ այլ երկրներ, որոնք չեն մտնում Եվրոպական միության մեջ։ Դա շատ կարևոր է։ Մոլդովա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա երկրներ, որոնք արդեն հյուրընկալել են գագաթնաժողովը։ Եվրոպական առաջնորդների 6-րդ հավաքն էլ այս տարվա մայիսին Ալբանիայում էր։ Տիրանայում վարչապետ Փաշինյանը տասնյակ հանդիպումներ ունեցավ, քննարկելով տարածաշրջանային գործընթացներ։ Հանդիպեց նաև Ադրբեջանի նախագահի հետ։ Կարևոր է նաև, որ տեղի ունենալու նաև Ադրբեջանում, որքան էլ որ միգուցե եւ տարօրինակ սա հնչի, որովհետեւ սա նշանակում է, որ ըստ էության տարածաշրջանը գնում է խաղաղության ճանապարհով եւ խաղաղության օրակարգը միջազգային ճանաչողություն ունի եւ եվրոպական երկրները սրանով նաեւ փորձում են նպաստել նրան, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն։ Փորձագետները նկատում են, միջոցառման անցկացումը կարող է զսպել Բաքվի մեծացող ախորժակը, կանխելով Հայաստանի վրա հնարավոր հարձակումը, որի մասին օրերս խոսել էր նաև ԱՄՆ պետքարտուղարը, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված հակամարտության իրական ռիսկը պահպանվում է։ Բոլորն էլ գիտեն, որ հնարավոր խնդիրները կարող են ծագել Ադրբեջանից։ Բոլորն էլ տեսնում են, որ այս պայդրությամբ Ադրբեջանն է, որ ձգձգում է խաղաղության պայմանագրի ստորագրման այդ գործընթացը եւ իհարկե այսպիսի միջոցառումները խոսում են նաեւ այն մասին, որ արևմուտքը ընդհանուր առմամբ կոնկրետ այս դեպքում իհարկե կարելի ասել եվրոպական ընտանիքը փորձ է կատարում հնարավորինս չեզոքացնել պոտենցիալ տարատեսակ վտանգները, պոտենցիալ հարձակումը, չգիտեմ, պոտենցիալ սպառնալիքները, հա, զսպել որոշակի օրը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում կարևոր քայլ է նաև մեր երկրի արտաքին քաղաքականության եւ եվրոպական ինտեգրման գործընթացում, նկատում են փորձագետները, հիշեցնում տարածաշրջանում ժողովրդավարության հենասյունը Հայաստանն է։ Եվրոպայում կա հստակ գիտակցություն, որ Հայաստանը շարժվում է եվրոպական ընտանիքին հնարավորինս ինտեգրվելու ճանապարհով։ Եվ Եվրոպան Հայաստանը դիտարկում է որպես Եվրոպայի լայն առումով Եվրոպայի մաս, որպես Եվրոընտանիքի մաս։
Մինչդեռ այդ ճանապարհն այլ ընկալում ունի ռուսական կողմի աչքերով։ Օրերս Երևանում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դժգոհել էր եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից ու այն դիտարկել որպես Մոսկվային ու Մինսկին մեկուսացնելու փորձ։ Недавно состоялась очередная встреча. Մենք Հայաստանի հետ քննարկել ենք այդ հարցը։ Վերջերս Ալբանիայում տեղի ունեցավ եվրոպական քաղաքական համայնքի հերթական հանդիպումը։ Հայաստանը կարծեք թե հավակնում է հաջորդ տարի անցկացնել այն Երևանում։ Մենք մեր գնահատականը տվել ենք այդ նախաձեռնությանը, հուսով եմ, որ դա հասկանալի է եւ հարգանքով կընկալվի։ Ինչպես մենք ենք հարգանքով ընկալում մեր գործընկերների եւ դաշնակիցների գործողությունները ԱՊՀ եւ ՀԱՊԿ շրջանակներում։ Երևանն իր արտաքին քաղաքականությունը չպետք է պայմանավորի այս կամ այն երկրի շահերով, նկատում են վերլուծաբանները։ Մեր երկրի շահն է թելադրում, որ ամուր կապեր ու երկխոսության հարթակներ ստեղծվեն տարբեր երկրների հետ։ Սպասել թե ինչ հակադարձություններ կլինեն Ռուսաստանից, ես կարծում եմ մոտ 30 տարի մենք զբաղվել ենք այդ քաղաքականությամբ, մենք մեր քաղաքականությունը թե արտաքին, թե ներքին միշտ համադրել ենք ռուսական ցանկության եւ շահերի հետ։ Եվ մենք հայտնվել ենք կոտրած տաշտակի առջև, թե 2020 թվականի պատերազմին, թե դրանից հետո արդեն 3 անգամ Հայաստանի ներխուժմամբ, եւ մենք հասկացել ենք, որ ի վերջո, որ առաջնայինը ոչ թե Ռուսաստանի ջղաձգումներն են, այլ առաջինը Հայաստանի Հանրապետության պետական շահն է, իսկ պետական շահը մեզ թելադրում է, որ նմանատիպ միջոցառումները շատ կարևոր են։ Ուստի նկատում են փորձագետները, մեր երկիրը պետք է լավ պատրաստվի այս միջոցառմանը, որը վերջին տարիների ամենամասշտաբայինն է լինելու։ Չեն բացառում նաև, որ այդ հարթակը կարող է վճռորոշ լինել նաև հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։ Կիևի ամենաերկար պլանավորված գործողությունը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկրի անվտանգության ծառայության կողմից Ռուսաստանի ռազմական օդանավակայաններում ավելի քան 40 ռազմավարական ինքնաթիռի ոչնչացման գործողությունը որակել է փայլուն արդյունք, որը կմնա պատմության գրքերում։ Ուկրաինայի անվտանգության ծառայության տվյալով գործողության հետևանքով ռուսական ռազմավարական ավիացիային հասցվել է մոտ 7 միլիարդ ԱՄՆ դոլարի վնաս։ Գործողության ընթացքում խոցվել է ռուսական թևավոր հրթիռները տեղափոխող ավիացիոն միջոցների մոտ 34%-ը։ Ըստ ուկրաինական կողմի իրականացված գործողությունը կրել է Սարդոստային անվանումը, այն մշակվել է շուրջ 1.5 տարի։ Ուկրաինական կողմին հաջողվել է անօդաչու թռչող սարքերը բեռնատարներին թաքցրած տեղափոխել Ռուսաստան, խորը թիկունքում գտնվող ավիաբազաների մոտ։ Այնուհետև դրանք հեռավար գործի են դրվել, թիրախավորելով ռուսական ավիացիան։ Նշվում է, որ հիմնականում խոցվել են A-50, Tu-95, Tu-22 M3 ինքնաթիռներ։ Հիանալի գործողություն է իրականացվել հակառակորդի տարածքում, միայն ռազմական թիրախների դեմ, տեխնիկայի դեմ, որն օգտագործվել է Ուկրաինային հարվածներ հասցնելու համար։ Ռուսաստանը շատ շոշափելի կորուստներ է ունեցել։ Պլանավորման սկզբից մինչև արդյունավետ իրականացում տևել է 1 տարի 6 ամիս եւ 9 օր։ Սա մեր ամենաերկար պլանավորված գործողությունն է։ Մեր մարդիկ, ովքեր նախապատրաստել էին գործողությունը, ժամանակին դուրս են բերվել Ռուսաստանի տարածքից։ Գործողության ընթացքում ընդհանուր առմամբ օգտագործվել է 117 անօդաչու թռչող սարք, իսկ Ռուսաստանի տարածքում գործողության գրասենյակը տեղակայված է մարզերից մեկում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության շտաբի կողքին։ Ռուսական իշխանությունները դեռ չեն մեկնաբանել պատճառված վնասը, սակայն հաստատել են անօդաչու սարքերի հարվածները մի քանի մարզի վրա, որտեղ տեղակայված են ռազմական օդանավակայաններ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, նշել, որ Կիևը անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչություն է իրականացրել Մուրմանսկի, Իրկուտսկի, Իվանովոյի, Ռյազանի եւ Ամուրի շրջանների օդանավակայանների ուղղությամբ։ Իր երեկոյան ելույթում Զելենսկին նաև անդրադարձել է այսօր Ստամբուլում նախատեսված ռուս-ուկրաինական բանակցություններին։ Նա հայտնել է, որ ոչ ուկրաինական, ոչ թուրքական եւ ոչ էլ ամերիկյան կողմը Մոսկվայից չի ստացել հուշագիրը։ Զելենսկին սակայն նշել է, որ Կիևը պատրաստակամ է շարունակել բանակցային գործընթացը։ Ռուսական եւ ուկրաինական պատվիրակություններն արդեն Ստամբուլում են։ Մայիսի 16-ին տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին փուլի արդյունքներով կողմերն իրականացրել են ռազմագերիների փոխանակում 1000-ի դիմաց, բուն կարգավորման մասով դեռ առաջընթաց չկա։ Հանդիպմանն ընդառաջ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների կարևորությունը եւս մեկ անգամ ընդգծել են Վաշինգտոնից։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրույցի ընթացքում պետքարտուղարը կրկնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչը շարունակել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները տևական խաղաղության հասնելու համար։ Զրույցի մասին հայտարարություն է տարածել
նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, նշելով, որ քննարկվել է Ուկրաինայի շուրջ ճգնաժամը։ Լավրովն ու Ռուբիոն մտքեր են փոխանակել նաև ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորմանն առնչվող տարբեր նախաձեռնությունների, այդ թվում հունիսի 2-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների շուրջ։ Reuters-ի տվյալով Ստամբուլում ուկրաինական պատվիրակությունը մտադիր է ռուսաստանյան կողմին ներկայացնել կայուն խաղաղ կարգավորման հասնելու ճանապարհային քարտեզը։ Այն նախատեսում է առնվազն 30 օր տևողությամբ կրակի լիակատար դադարեցում, որին կհաջորդի յուրաքանչյուր կողմում պահվող բոլոր գերիների եւ Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածք տարված ուկրաինացի երեխաների վերադարձը։ Այնուհետև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպում։ Ռուս-ուկրաինական բանակցությունների լուսաբանման համար Ստամբուլ է ժամանել ավելի քան 200 լրագրող աշխարհի տարբեր երկրներից։ Բույսերը աճելու հետ զուգահեռ կարող են վարակվել տարբեր հիվանդություններով եւ վնասատուներով։ Ես ապավոնում եմ, որ բույսերը դրանցից զերծ լինեն եւ ունենան բնականon աճ։ Համլետ Ագրարային համալսարանի 3-րդ կուրսում է, սովորում է առողջ բույսեր աճեցնելու գաղտնիքները։ Կուրսընկերոջ հետ տարբեր փորձեր են կատարում, մի քանի ամիս է պոմիդորի սորտեր են ուսումնասիրում, հետևում դրանց աճին, փորձում վերականգնել անհետացած տեսակները։ Մեկը հենց անայից սորտն էր, անայից սորտը արդեն գոյություն չունի, բայց սելեկցիոներները ստեղծել են անահիտի կրկնօրինակը, փորձում ենք վերականգնենք։ Համալսարանում ստացած գիտելիքները կկիրառեն հայրենի բնակավայրերում։ Դեռ մանկուց հողի հետ աշխատելու սերն է պատճառը, որ բիզնես գաղափարները հենց գյուղատնտեսության հետ են կապված։ Պտղատու այգի ու ջերմատուն են մտադիր հիմնել։ Ագրարային համալսարանը այս պահին ունի նպատակ ոչ միայն մասնագետների պատրաստման գործընթացը բարելավելու, այլև իրազեկելու հանրության լայն հատվածներին, թե ինչքան շատ պահանջարկ կա աշխատանքի շուկայում ագրոպարենային ոլորտի մասնագետների եւ ամենակարևորը, ինչքան գայթակղիչ պայմաններով են իրենք աշխատում։ Ագրոպարենային ոլորտում մասնագետների պակասը լրացնելու նպատակով անցած տարի կառավարության որոշմամբ ընդլայնվեց առաջնային եւ կարևոր մասնագիտությունների ցանկը, ներառեցին նաեւ ագրարային ուղղվածության կրթական ծրագրեր։ Ուսանողը հնարավորություն ունի ոչ միայն տեսական ու գործնական գիտելիք ստանալ, նաեւ բարձր կրթաթոշակ։ Պետությունը վերջին տարիներին մեծ ներդրումներ է իրականացնում ագրարային ոլորտում։ Ներդրումների զարգացումը ապահովելու համար անհրաժեշտ են իհարկե նաև մարդկային ռեսուրսներ։ Առաջին իսկ տարում մագիստրատուրայում դիմորդների թիվը մոտ 3-6 անգամից ավել մեծացել է։ Առաջի կուրս ընդունված բոլոր ուսանողները ստանում են 70,000 կրթաթոշակ։ Դրանից հետո արդեն այն ուսանողները, որոնց առաջադիմությունը մոգը 80-ից 90% միջակայքում է, նրանք ստանում են 70,000 դրամ կրթաթոշակ, այն ուսանողները, որոնց մոգը 90%-ից ավել է, ստանում են 77,000 դրամ կրթաթոշակ։ Կրթաթոշակները տրվում են կոնկրետ մասնագիտություններ, կրթական ծրագրեր ընտրող ուսանողներին։ Մագիստրատուրա ընդունվածների 54%-ը մինչև 25 տարեկան է, 21%-ը 26-ից 30, մյուսները 30-ից բարձր։ Միքայելը մինչև ագրարայինի ուսանող դառնալը հրազդանում արդեն ջերմատուն ուներ։ Համալսարանը եկել գիտելիքի պակասը լրացնելու, ջերմատնային ագրոտեխնոլոգիա է ուսումնասիրում։ Եթե բույսը հիվանդանում ու դու չգիտես ինչ հիվանդություն կամ ինչից է այդ հիվանդությունը առաջացել, դու չես կարող իր դեմ ավելի էֆեկտիվ պայքարես, ունենում ես ֆինանսական մեծ կորուստներ, բույսը տա փչանում արդյունքում, դու ես նյարդայնանում, իսկ սենց ավելի լավ է։ Ագրարային համալսարանում վերջին 6 տարիների ընթացքում ստեղծվել է շուրջ 60 նոր ենթակառուցվածք։ Այդ թվում նորագույն սարքավորումներով ագեցած լաբորատորիաներ, ջերմատուն, փորձարարական կայաններում նորամուծություններ կիրառելու հնարավորություններ եւ այժմ ընթանում է տվյալ ենթակառուցվածքները ուսումնական ծրագրերի մեջ ինտեգրելու գործընթացը։ Նորաձև մասնագիտություններին նախապատվություն տալն ու աշխատաշուկայի պահանջարկին չհետևելն է նաև պատճառը, որ երիտասարդները ընտրում են համեմատաբար ավելի կանխատեսելի ապագա ունեցող մասնագիտություններ։ Մինչդեռ գյուղատնտեսությունն այսօր ոչ միայն երիտասարդ կադրերի, այլև ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող մասնագետների կարիք ունի։ Այսօր արդեն մեծ պահանջարկ կա շուկայում այդ ոլորտի մասնագետների, ընդ որում բավականին բարձր աշխատավարձներով եւ այդ խնդիրը չլուծելու դեպքում պետության զարգացումը այդ ուղղությամբ կանգ կառներ, որտեվ կան ներդրումներ, կան ծրագրեր, որոնք պետք են իրականացնել, բայց մասնագետներ չեն լինի։ Որ ագրարայինի շրջանավարտը ժամանակի պահանջներին համապատասխանող մասնագետ լինի, համալսարանին օգնում են միջազգային կապերը։
Օրինակ Գերմանիայի հեղինակավոր համալսարանի հետ գործակցության շնորհիվ մեր ուսանողները մագիստրատուրայի առաջին տարին մեր համալսարանում, երկրորդը Գերմանիայում են սովորում, ավարտին ստանում են եւ ագրարայինի եւ Գերմանիայի համալսարանի վկայական։ Հակակոռուպցիոն կոմիտեում ավարտվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի ծառայությունների եւ գովազդի բաժնի 2 պաշտոնյայի կաշառքի գործով քրեական վարույթի նախաքննությունը։ Այն նախաձեռնվել է քաղաքացու հաղորդման հիման վրա։ Քննիչ Շահեն Շիրինյանը ներկայացնում է գործի մանրամասները։ Մեղադրյալները առևտրի ծառայությունների եւ գովազդի բաժնի առաջատար մասնագետներ են։ Նախապես տեղյակ լինելով նույն վարչական շրջանում գործող զվարճանքի կենտրոնի գիշերային ժամերին աշխատանքի թույլտվություն չունենալու եւ 1 միլիոն դրամ տեղական տուրքը չվճարած լինելու մասին, նրանք օբյեկտի ղեկավարին առաջարկել են 1 միլիոն դրամ գումարը համայնքային բյուջե չմուտքագրել, փոխարենը իրենց տրամադրել 600,000 դրամ կաշառք։ Վարույթնականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան գաղտնի քննչական գործողություններ կատարելու նպատակով, որը բավարարվել է եւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կամ տալու նմանակում գաղտնի քննչական գործողությամբ պայմանավորության համաձայն նախապես Պաշտոնատար անձին դերաբաշխումներ կատարելով կաշառքը ստանալու հարցում Երևան քաղաքի Գարեգին Նեժդե փողոցում գտնվող սննդի առևտրի կենտրոնում ստացել են պահանջված խոշոր չափերով 600,000 դրամ կաշառքը։ Հակակոռուպցիոն կոմիտեից լուրերին տրամադրված օպերատիվ նկարահանման կադրերում երևում է գումարի փոխանցման պահը։ Կաշառք ստանալուց հետո Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առաջատար 2 մասնագետները ձերբակալվել են։ Պաշտոնատար անձանց ներկայացվել է մեղադրանք, որպես խափանման միջոց կիրառվել է երկամսյա կալանք։ Վարույթնականացնող մարմինը մեծապես հավանական համարելով մեղադրյալների դատապարտումը կազմել է համապատասխան մեղադրական եզրակացություն եւ ուղարկել հսկողություն իրականացնող դատախազին, որից հետո հաստատվել է այն եւ ուղարկվել դատարան։ Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննության ժամանակ պաշտոնյաներից մեկը դեպքի վերաբերյալ խոստովանական ցուցմունք է տվել, ընդունել կաշառք ստանալու հանգամանքը, զվարճանքի կենտրոնի աշխատանքները իր հովանու ներքո անխոչնդոտ կազմակերպելու համար։ Պաշտոնատար մյուս անձը հրաժարվել է ցուցմունքից։ Մեղավորությունը ապացուցվելու դեպքում քրեական օրենսգրքի 435 հոդվածի երկրորդ մասի համաձայն դրված է առաջի, երկրորդ եւ երրորդ կետերով նախատեսված է պատիժ 4-ից 10 տարի ժամկետով։ Համայնքին պատճառված վնասի չափը 1 միլիոն դրամ է։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները մայիսի 29-ին ժամը 14:30-ին Մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում զենք զինամթերք ձեռք բերելու, պահելու եւ կրելու կասկածանքով ձերբակալել եւ վարչություն են տեղափոխել 53-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են լիցքավորված մարտական ատրճանակ, մարտական փամփուշտներ եւ ծալովի դանակ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Մայիսի 26-ից հունիսի 2-ը Մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4814 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 149 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 157 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 303 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված 28, չամրակապված վարելու 1047, առանց մանկական նստատեղի քարսիթի 3, վարելու ընթացքում ծխելու 426, վարելի հեռախոսից օգտվելու 274, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 77 եւ 1677 այլ իրավախախտում, 134 մեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 370-ը տեխնիկական զննություն չանցած, 44-ը լուսարձակների անսարքությամբ, 94-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 69 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13990 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 278 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ 203 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 611, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող 1 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված 75, չամրակապված վարելու 3214, առանց մանկական նստատեղի քարսիթի 152, վարելու ընթացքում ծխելու
34, վարելիս հեռախոսից օգտվելու 558, հետիոտնի վրա սահմանված վայրով անցնելու 6, արագության գերազանցման 2239 եւ 4295 այլ իրավախախտում, 405 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 1486-ը տեխնիկական զննություն չանցած, 296-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 5 բեռնատար, 131-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 26 անձ։